Երկրորդ փուլը ԲՀԿ-ին դուրս թողնելն էր, բոլոր հնարավոր ապօրինի մեթոդներով խորհրդարանից, մեզ զրկեցին խմբակցությունների իրավունքից, երրորդ փուլը արդեն այս ռեպրեսիան բացահայտ, որ ուղեկցման երկու բաղադրիչով։ Մեկը մաքուր քաղաքական հետապնդումն է, երկրորդը ունեզրկման փորձերն են։ Այսինքն այս կոմպլեքս պիտի դիտարկենք եւ ցավոք սրտի պարոն Ծառուկյանով ոչ սկսվել է, ոչ վերջանալու է այս process-ը, ակնհայտորեն Դիմադրության բոլոր կենտրոնները կոտրելու անհագ ցանկություն ունի Նիկոլ Փաշինյանը, բայց մեր խնդիրն էլ է շատ պարզ։ Երբ որ ինքը շատ բաց է խաղում, մեր խնդիրը նույնքան պարզ է։ Մենք էլ պիտի կարողանանք դիմադրության համակարգ ձևավորել, որ այդ ռեպրեսիվ մեքենայի երախի ատամները փշրվեն։ Սա է, հիմա շատ պարզ իրավիճակ է, բաց խաղակարգերով բոլորը խաղում են։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ իշխանության գործերը այնքան էլ լավ չեն, ինչքան անօգնության փորձում են իրենք ներկայացնել։ Ռեպրեսիաները պոտենցիալ ունեն աշխարհի բոլոր երկրներում, դա սպառ օգտագործման գործիք չի։ Մի օր մաշում է այդ ռեպրեսիվ մեքենան եւ մարդ կալանավորելու ձերբակալելը այլևս իմաստազուրկ կա դառնում։ Եվ երկրորդ հանգամանքը կա։ Մեր հասարակության մոտ մի օր մի հատ թյուր ըմբռնում կա, որը ամեն օր հայտարարում է, չէ՞, պետական պրոպագանդան, որ այս բանը վերցին պարոն Ծառուկյանից, Արարատ ցեմենտ անցավ, չգիտեմ, պետական կառավարման կամ։ Ես ուզում եմ ասել, որ սա ընդհանրապես քարոզչական ֆոն է։ Այդ ունեզրկումը այդքան հեշտ process չի, ինչքան իշխանության նյութերը սպառող միամիտ զանգվածները ենթադրում են։ Թող բոլորը վստահ լինեն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը անցողիկ է, ոչ մեկ չի չեղարկել միջազգային գործիքակազմը արդարադատության հասնելու եւ այն բոլոր սեփականությունների նկատմամբ, որ ոտնձգություն են կատարում, այդ բոլորը վերադարձվել են իրենց օրինական տիրոջը, այսինքն պարոն Ծառուկյանը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը չի կարողանա ունեզրկել։ Ես վստահ եմ, որ չի կարող, որովհետեւ սեփականության իրավունքը աշխարհում ամենաանձրմխելի իրավունքներից մեկն է։ Դրանով է որոշվում երկիրը, նաեւ դրանով 3-4 հատկանիշ կա, որոնց մեջ առաջնային դեր ունի սեփականության իրավունքը։ Դրանով է որոշվում սեփականության երկիրը ժողովրդավարական է, թե չէ։ Այսինքն, եթե նույնիսկ ընդունենք, որ ներպետական բոլոր գործիքակազմերը կօգտագործի Նիկոլ Փաշինյանը իր ուզածին հաշտելու համար, միջազգային արբիտրաժ կա, վեճեր կարգավորող այլ կառույցներ կան, եւ ուզում եմ ասեմ, թող հասարակության մոտ տպավորություն չլինի, որ իշխանությունը հարձակվել է, մենք էլ sense խելոք նստած այն Սայլամի շերտերի սինդրոմով սպասում ենք, որ շերտն ենք մենք լինելու, այդպես չի, դիմադրություն է լինելու, եւ իրավական, եւ քաղաքական, եւ հանրային դիմադրություն, եւ վերջո հասարակությունն ու փողոցն են որոշելու այս գործերի ճակատագիրը։ Այսինքն այլախոհությունը տեղ չունի մեր երկրում, դուք խոսեցիք նաեւ դեմոկրատիայի մասին եւ այսինքն եթե քաղաքական գործիչները այլ կարծիք ունեն, կարող է դրան հետևել արդեն իրավական գործիք։ Այո, տեսեք, ստեղ քաղաքական հաշվի արդարի ասենք, ոչ թե իրավական։ Տեսեք, մենք երրորդ փուլին ենք մոտենում, երկու փուլը անցել ենք։ Սկզբում թողում էին անդիմադիր մարդիկ նույնիսկ ընտրվեն համայնքապետ։ Հիշում եք մի շարք տեղերում, նաև մեր կուսակցությունը, նաև ԲՀԿ-ն հաղթանակներ են արձանագրել։ Հետո սկսեցին չհանդուրժել, որ ինչ-որ մարդ կարող է ընտրվել, օրինակ Մամիկոն Ասլանյանի դեպքը եղավ, օրինակ Վարդան Ղուկասյանի դեպքը եղավ։ Հետո անցանք երկրորդ փուլի, արդեն քրեորեն հետապնդելի դարձավ քաղաքական հայտ ներկայացնելը։ Ինչպես եղավ Սամվել Կարապետյանի դեպքում, Գագիկ Ծառուկյանի դեպքում, էլի դեպքեր անշուշտ կարող եմ հիշել։ Հիմա մենք անցնում ենք երրորդ փուլին, եթե սա հանդուրժենք։ Երրորդ փուլը ասեմ որն է։ Ցանկացած այլակարծություն պատժվելու է։ Այսինքն ես բան եմ ասում, կարևոր չի իմ քաղաքական պատկանելիությունը, որը չի տեղավորվում իշխանության, ասենք սենց ասենք, Ենոքավանյան գաղափարախոսության շրջանակում, ուրեմն ես պիտի թիրախավորվեմ։ Բայց կգա մի հատ փուլ, որտեղ փորձեն ուղիղ եթերներից մարդ կալանավորել։ Այդ տեսարանները սովորական ժողովուրդ այլևս չի սպառում։ Օրինակ տեսեք, երբ որ 2018 թվին Տուշոնկաշոուն սարքում էին, գեներալի հետ կապված հայտնի։ Այդ ժամանակ հələ շատ բարձր էր Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, այդ շոուն սպառվեց, հասարակությանը դուր էր գալի։
օրինակ այն տգեղ տեսարանը, որ պարոն Ծառուկյանի տունը բեմականացրին, դա շատ տգեղ տեսարան էր եւ հասարակությունը զզվանքով ընդունեց, ու տեսակ ինչ կոնսոլիդացիա եղավ պարոն Ծառուկյանի շուրջ, նույնիսկ այն մարդկանց կողմից, ովքեր ասենք քաղաքական առումով մեզանից ոչ մեկի դիրքորոշումները չեն կիսում։ Բայց մարդիկ կային, չէ, հայտնի մտավորականներ, որ երբեք իրենց քաղաքական առումով մեր հետ չեք կարող ապրիլացնել, բայց այդ արձագանքեցին։ Հիմա, այսինքն, բայց ինչի համար են այդ տեսարանները, չկարծեք Նիկոլ Փաշինյան այնքան միամիտ չի հասկանում, որպեսզի ահաբեկեն հասարակությանը։ Մարդը վախենա տեսակետ այդի, դե շարքայի մի մարդ իր տանը նստած, մտածում է, եթե Ծառուկյանի պես հեղինակավոր կամ ազդեցիկ մարդու նման կերպ կարան վարվեն իր այդ, բայ մետ իշկան է, չէ, այս բանը կա։ Դրա համար հիմա ընդդիմության գերխնդիրը վախի մթնոլորտը հաղթահարելն է։ Հենց այդ հարցը լուծեցինք, հավատացած եղեք, մի շարք հարցեր ինքնաբերաբար կլուծվեն։ Այսինքն դուք հանգուցալուծումը սպասում եք քաղաքական այդուհանդերձ։ Միանշանակ իրավական հանգուցալուծումը չի կարող լինել, որտեղ մենք իրավական պետությունում չենք ապրում։ Ես եմ շնորհակալ։ Ապեք։ Thank you.